Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ֆրանսիայի մեջ հայ փախստականներու օրինակը Արմենակ Աբրահամյան, Հեզբոլլահը հարվածած է Իսրայելի ռազմածովային ռազմակայանը, բաց թողած հնարավորությունները Արցախյան բանակցություններուն մեջ, Հրայր Բալյան, Մարաղա, չթադաբարդված հանցագործութենեն մինչև նոր ողբերգություն, Արցախի մեջ ավերածությունները դեսանելի են շատ ավելին են, Ավանեսով, Հավատորիկ, աջակցինք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան գկրե 1922 թվականին սկսյալ Մարսել գտարնա Եվրոպայի մեջ հայ փախստականներու հիմնական ժամանումի կետրոններեն մեկը։ Արևմտյան Հայաստանի եւ Գիլիկիո մեջ շարունակվող բռնություններեն փախչելով հազարավոր բրգվածներ կհասնեն նավահանգիստ հյուծված եւ առանց միջոցներու։ Անոնք կփոխադրվին օտոյի ճամբար, որ կգտնվի քաղաքի հյուսիսային թաղամասերուն մեջ։ Օտոյի ճամբարը կկատարե բազմաթիվ գործառույթներ՝ շտաբ ընդունում, վարչական դասակարգում, ուղղորդում թեպի աշխատանք կամ այլ շրջաններ։ Կգարձվի թե 1920-ականներուն ավելի քան 50,000 հայ փախստական անցած է Մարսելով։ Փարիզի շրջակայքը Ժանտիլիի մեջ Վիլա Մելանին կդառնա հայ երիտասարդ փախստականներու հատկապես որբերու ընդունման խորհրդանշական վայր։ Ի դարբերություն օտոյի ճամբարին այս մեկը զանգվածային տրանզիտային կետրոն չէ, այլ ավելի վերահսկված կառույցը, որ հաճախ կղեկավարե մարդասիրական եւ գրոնական գազམ་ագերբություններու կողմէ։ Ֆրանսիայի մեջ այս տոմսերու փաստաթուղթերը կարևոր դեր կխաղան փախստականներու վարչական նույնականացում, փաստաթուղթերու ստացման հիմք, աշխատանքի կամ գրթության ուղղորդում։ Անոնք կնշանավորեն բրգվածի ղարքավիճակեն թեպի ջանցված փախստականի ղարքավիճակ անցումը։ Այսօր ֆրանսիական արխիվներուն մեջ պահպանվող այս տոմսերը կվկային հայ փախստականներու զանգվածային ժամանման մասին, անոնց ընդունման եւ խնամքին մասին եւ անոնց աստիճանական ներգրավման մասին։ Անոնք նաեւ հնարավորություն կտան վերագազմելու անհատական ճակատագիրներ, որոնք հաճախ կմնան անդեսված ընդհանուր պատմական պատումներու մեջ։ Օտոյի ճամբարեն մինչև Ժանտիլիի Վիլա Մելանի Ֆրանսան եղած է հայ փախստականներու վերագառուցման կարևոր տարածք։ Այս վայրերուն մեջ քրանցման դոմսերը ունեցած են որոշիչ դեր։ Անոնք օգնած են վերադարձնելու ինքնությունը անոնց, որոնք զայն գործընծուցած են եւ միաժամանակ գազམ་ագերբած են անոնց ավական։ Ավելի քան վարչական գործիք, անոնք այսօր հիշողության մասերեն ակսորեն յետք նոր կյանքի առաջին գրված տողերը։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Լիբանանի Հեզբոլլահ շարժումը հայտարարած է, թե հրթիռային հարվածը հասուցած է Իսրայելի Աշդոդ նավահանգիստի ռազմածովային ռազմակայանին՝ ի պատասխան զինադատարի խախտման եւ Բեյրութի վրա իսրայելյան հարձակումներուն։ Խմբավորման տվյալներով հարվածը իրականացված է, երբ իսրայելյան օդային հարձակումները Բեյրութի մեջ ավելի քան 300 զոհ պատճառած են։ Հեզբոլլահը նշած է, որ ինք պահպանած է զինադատարը, մինչդեռ հակառակ կողմը շարունակած է գործողությունները։ Տարածաշրջանին մեջ լարվածությունը կշարունակե աջիլ։ Իրավագիտության դոկտոր Հրայր Բալյան ներկայացուցած է իր նոր անավարտ խաղաղություն աշխատությունը, ուր կվերլուծե Արցախյան հակամարտության բանակցային ամբողջ ընթացքը եւ բաց թողած հնարավորությունները։ Հեղինակի համոզմամբ ամենակարևոր հնարավորությունը եղած է 1997 թվականին, երբ կարելի էր փոխզիջումներու միջոցով պահպանել Արցախի դեֆակտո անկախությունը։ Անոր խոսքով դարիներու ընթացքին հայկական կողմը չգրցավ արդյունավետ կերպով օգտագործել բանակցային հնարավորությունները, իսկ հասարակությունը բավարար չափով պատրաստված չէր խաղաղության։ Հրայր Բալյան նաև գշեշտե, որ այսօր Հայաստանը որպես պարտված կողմ կանգնած է բարդ ընտրության առջև։ Զիջումները պետք է ունենան սահման, հակառակ բարակային հնարավոր է հասարակական դիմադրություն։ Գիրքը կներկայացնե հակամարտության խորքային վերլուծություն եւ կարևոր դիտարկումներ ապագա քաղաքական որոշումներու համար։ Հանրապետական գործիչ Վոլոդյա Կասպարյան անդրադարձած է Մարաղայի ողբերգության, զայն գնահատելով որպես չչադաբարդված հանցագործություն, որուն հետևանքները կշարունակվին մինչև այսօր։ 1992 թվականի ապրիլ 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղին մեջ տեղի ունեցած կոտորածին ընթացքին սպանված են տասնյակ խաղաղ բնակիչներ։ Շատեր վիրավորված կամ քերեվարված են, իսկ բնակչությունը դեղահանված։ Հակառակ միջազգային արձագանքներուն դեպքը չէ ստացած համարժեք իրավական գնահատական, ինչ որ ըստ Վոլոդյա Կասպարյանի ստեղծած է անբաժանելիության վտանգավոր նախատեպը։ Անգը հիշեցնեն նաև, որ 2022 թվականին ազգային ժողովին մեջ մերժված է Մարաղայի չարթերը ճանչնալու եւ հիշադակի օր սահմանելու նախաձեռնությունը, զայն գնահատելով որպես քաղաքական որոշում։ Վոլոդյա Կասպարյանի կարծիքով նման քաղաքականության հետևանքը դարձան 2023 թվականի իրադարձությունները, Արցախի հայ բնակչության զանգվածային դեղահանումը։ Անգը շեշտե, որ խաղաղության օրագարկը չի կրնար արդյունավետ ըլլալ, եթե անիկա չի հիմնվիր անվտանգության եւ պատասխանատվության վրա, եւ կհավելե, պետությունը, որ չի պաշտպաներ իր պատմական հիշողությունը, չի կրնար լիարժեք պաշտպանել նաև իր քաղաքացիները։
Հովիկ Ավանեսով արձագանքած է հարավ կորեացի բլոգերի հրաբարակած տեսանյութին, նշելով, որ ան կներկայացնե իրականության մոտ պատկեր, սակայն գարդացոլ է ավերածություններու միան փոքր մասը։ Անոր խոսքով տեսանյութը կարևոր է միջազգային իրազեկման տեսանկյունեն, թեև ակնկալվող արձագանքը միջազգային կառույցներեն դակավին բացակայ է։ Հովիկ Ավանեսով շեշտած է, որ Արցախի մեջ տեղի ունեցող վանդալիզմի դեպքերը զգալիորեն ավելի լայնածավալ են, հատկապես Շուշիի եւ Ստեփանագերդի մեջ։ Ան նաեւ նշած է, որ նման տեսանյութեր կրնան ապակային ծառայել որպես ապացույցներ իրավական գործընթացներու համար։ Ըստ անոր արդեն արձանագրված են հարյուրավոր դեպքեր, իսկ իրական թիվը կրնա ըլլալ շատ ավելի բարձր։ Հովիկ Ավանեսով ներկայացուցած է նաև հնարավոր զսպման միջոցներ, միջազգային իրավական գործընթացներու նախաձեռնումը եւ Արցախի լիակատար ազատագրումը, շեշտելով, որ առանց անոնց դժվար է կանխել մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը։ Հավատորիկը հայկական ավանդական համեղ եւ սննդարար ուտեստմն է, որ կպատրաստվի հավու միսով, սիսերով, լոլիկով եւ համեմունքներով։ Անիկա հաճախ կներառե նաեւ սող, սխտոր, լոլիկի մածուկ եւ գծու բղբեղ, ստեղծելով թանձր ու անուշապույր աբուր կամ շոկեխաշած ուտեստ։ Փաթրիչներուն եւ պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոտեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող, քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ տարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenian շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մեկ տապանցիկ եւ հասանելի գերբով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունները պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել է Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենա տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են, պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։